Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 9-ից մինչև 15-ը ընկած ժամանակահատվածի կանխատեսումն է բոլոր կենդանակերպի նշանների համար։ Գնանք ինչպես միշտ նայել ենք և ընդհանրապես հիմա արդեն կտեղադրվի շաբաթվա կես, որպեսզի դուք հասցնեք պատրաստվեք շաբաթվան, ոչ թե այն վերջին րոպեներին դուք նայեք, թե ինչ է ձեզ սպասվելու այդ շաբաթ։ Միգուցե ինչ-որ բան ունեք ուղղելու, միգուցե ինչ-որ բան եք պլանավորել և այս պահը ձեզ թույլ կտա, որպեսզի դուք հասցնեք ինչ-որ մի բան կառավարեք ձեր կյանքում։ Փոխեք, ճիշտ է, ինչպես որ ասում են, ճակատագրից չես կարող փախչել, հա, ինչ էլ ուզում է լինի, եթե քոնն է, ուրեմն քոնն է, եւ անհնարին կլինի նաեւ ինչ-որ մի բան ուղղել, եթե այդպես է։ Բայց ամենայն դեպս չէ՞ որ ստեղծվել է մարդ եւ ամեն ինչ տրվել է մարդու ձեռքերում, ասեք մոմոս վառեմ։ Լուծկի եմ ասել է, ինձ լուծկի է։ Կներեք։ Հա, եւ մարդը պետք է կառավարի իրեն եւ այդ ամենը։ Բայց մարդը կարող է այդ դեպքում արդեն փոխել յուրաքանչյուր բան։ Տեսնենք ինչ է սպասվում եւ այսօր սպասեք միմիայն այդ ժամանակահատվածում կանխատեսումներ եւ մնացած էլ կանխատեսումները միգուցե այն ավելի, այսինքն ամսեկանը կամ մեկ այլ կանխատեսումներ լինեն շաբաթ կիրակի, որովհետեւ այս կիրակի օրը բացարձակապես չեմ աշխատում, կիրակի օրը տրամադրում եմ մնացած գործերին, հանգստին եւ այլն։ Դրա համար կիրակի օրը շատ եմ ծանրաբեռնում եւ չեմ հասցնում նաեւ հանգստանալ։ Համար կլինի շաբաթվա կես։ Այսքանը եւ նայենք տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Գնանք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 9-ից 15-ը։ Ընդհանուր ֆոնը։ Տեսնենք ինչ է ասում ընդհանուր ֆոնը։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ-որ բաներ եք ընտրելու։ Միգուցե այո կամ ոչի մեջ է սա, միգուցե նաև անեմ, չանեմ, դուրս գամ, դուրս չգամ, այսպես։ Եվ սա նաև նշանակում է երկու մարդ, ովքեր, որ ամեն մեկը իր ճանապարհով կգնա, այդպես, կառանձնանա ձեր ճանապարհները։ Տեսնենք ինչ է այստեղ ասում։ Անձնական կյանքը։ Մեկ այստեղ անձնական կյանքը մի քիչ դժվարություններ կան եւ հավանական է որ մարդը մտածի արդյոք արժե դժվարություններով աշխատել թե ոչ թե ուղղակի դուրս գալ եւ ավելի հեշտ աշխատանք գտնել կամ հեշտ աշխատանք գտնել նոր դուրս գալ բնական է պետք է երկրորդը գտնել նոր դուրս գալ եւ ուրեմն այստեղ անձնական հարաբերություններում սառնությունը ավելի գործնական կլինի հարաբերությունները ոնց որ անցած անգամ էլ էր այդպես չէ թե ուրիշներ ավելի գործնական է, հնարավոր է, հետադարձ էր Մերկուրին, հնարավոր է այստեղ դեռ հետադարձ է, խավարումներ եղան, խավարումները անմիջապես ազդում են հենց հարաբերությունների վրա եւ այդպես ավելի պարզ կլիներ այստեղ։ Դրա համար ավելի սառը կարող է լինել եւ դա այնպես մտածեք արդյոք սիրում է թե ոչ, զգացմունքներ ունի թե ոչ, թե մարել է։ Նաեւ դա ընտանիքից որևէ մեկը աշխատանք կգտնի, միգուցե պաշտոն է ստանում, ինչ-որ մի բան եք նշում, գնում եք ռեստորան, կամ զույգերով եք գնում ռեստորան, կամ ուղղակի, հա, ինչ-որ առիթ է գնում եք ռեստորան, ընտանիքով, հա, դուք ձեր ընտանիքով։ Նաև սա ուսումը կարող է լինել եւ անգամ պետական հիմնարկությունը կարող է գնում եք զաքսավորվելու համար, գնում եք դիմելու որպեսզի սովորեք, գնում եք դիմելու ինչ որ հա վիրահատության համար եւ այլն ինչ որ գործեր նաեւ այդպես պետական հիմնարկությունում աշխատանքի հետ կապված այստեղ ծանր է աշխատանքը կամ փորձություններ են կամ իրոք ծանր է աշխատանքը որովհետեւ հա կամ բեռն է ձեր ուսերին կամ մի քանի հոգի բացակայեն դուք եք անում իրենց աշխատանքը թեկուզ մեկ հոգի բացակայ դուք եք անում իր աշխատանքը եւ դրա համար հա ծանր է, հա շատ է բեռը ձեր ուսերին եւ դրա համար այսպես կողը մտքերի մեջ է արդյոք արժե այդ աշխատանքով զբաղվել թե ոչ։ Արդյոք արժե անել թե ոչ։
Եվ գումարի հետ կապված փոփոխություններ են, եւս այստեղ կարող է լինել, մտածում եք փոփոխություններ կատարելու մասին, միգուցե արժեքների մասին եք մտածում, միգուցե նաեւ մտածում եք այստեղ եկամուտ նոր, հա, երկրորդ եկամուտի մասին, այդտեղ որտեղ երկու գիծ է, նաեւ երկրորդ եկամուտ է, ինչ որ մի բան անեք կողքից։ Նա նաև գումար կարող եք ծախսել տեղափոխության հետ կապված հարցերում, ճանապարհների վրա, հղիության, ծննդաբերության հետ կապված ծախսերը կարող են լինել երեխայի հագուստ եւ այլն, նաև կարող է ուզում եք տեղափոխվել մեկ այլ երկիր եւ դրա հետ կապված բոլոր ծախսերը կարող ճամփորդում եք։ Եվ էլի ընտրության արժիվ եք կանգնած լինելու։ Հա, այս ինքնաթիռով գնանք թե մյուս, հա, ինչով գնանք։ Եվ առողջության հետ կապված այստեղ պետք է ուշադրություն դարձնել տղամարդկային օրգաններին, հորմոններին, կանացի օրգաններին, սեռական օրգաններին, որովհետև սա երբ որ ընկնում է, արդեն նշանակում է, որ վարակները բավականին շատ են, հա, մեծ են, հնարավորությունը, որ կվարակվեք, դրա համար պետք է շատ ուշադիր լինել։ Եվ իհարկե հորմոններին պետք է ուշադիր լինել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 9-ից 15-ը։ Ոյ։ Վեճ։ Միգուցե վեճերի մեջ եք լինելու։ Միգուցե այստեղ խնդիրների մեջ, միգուցե տուն եք մաքրում ու բորկա եք անում։ Ես որպես ցուլ կարող եմ ասել, անգամ այս շաբաթ, ոչ թե հաջորդ շաբաթ, արհեստանոցը պետք է կարգի բերեմ։ Դեռ չգիտեմ, եթե ասեն, որ պետք է վերանորոգում կատարվի այստեղ, արդեն պետք է ստիպված դուրս գանք։ Եթե ոչ, ապա ես ինքս թեթև այստեղ կվերանորոգեմ եւ այստեղ կմնամ արհեստանոց էլի, եթե ոչ, հա, ես ասել եմ, եթե ոչ, ապա հնարավոր չի լինի ուղղակի այս աշխատանքով զբաղվել։ Հասկանամ որտեղ է։ Մեկ րոպե։ Տեսնենք, որ ոլորտն է։ Միգուցե, եթե մնացած քարտերը նորմալ լինեն, ապա սա ուղղակի տուն եք մաքրելու, եթե ոչ, ապա կարող եք անընդհատ այդպես վեճի հագուստը հագնել եւ որոշել այս այն կողմ վիճել։ Տեսնենք անձնական կյանքը։ Կարող եք ֆինանսների հետ վիճել, հա, ֆինանսների հետ է կապված սա։ Անձնական կյանքում փոփոխություն, միգուցե բնակարանի, միգուցե տարածքի, միգուցե հղիությունը, ծննդաբերություն, ընդհանուր ձեր անձնական կյանքը կարող է փոխվել, միգուցե ինչ-որ մեկն է հայտնվում ձեր կյանքում, միգուցե մեկն է հեռանում ձեր կյանքից եւ այդպիսով է ձեր կյանքը ավելի, հա, փոխվում։ Ինչ-որ մի բան է տեղի ունենալու, հա, փոփոխությունը գլոբալ է։ Եվ նաև դա կարող է կապված լինել անգամ ինչ-որ տարածքի, ուսման, աշխատանքի, հա, մարդու կյանքը փոխվում է անձնական։ Եվ ընտանիքն էլ այդպես ընդհանուր փոփոխության է ենթարկվում։ Աշխատանքի հետ կապված կզբաղվեք հասարակական աշխատանքով, դրա համար այստեղ ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք մարդկանց հետ հասարակական աշխատանք անելու ժամանակ, նաև դա սոցցանցերով այդպես կարող եք աշխատել, նաև ելույթ ունենալ ոչ մարդկանց առջև, ինչ որ բաներ ասել, աշխատանքը միգուցե այդպես է կամ ցուցադրում եք այդ տվյալ կենտրոնը կամ կազմակերպությունը, որտեղ որ դուք աշխատում եք, այնտեղ ցուցադրում եք, հա, խոսում եք այդ մասին հանրության առջև, գովազդում եք, այդպես կարճ ասած։ Դա ընդհանրապես լավ կլինի, որ գովազդեք, հա, սա այս քարտը նաև դրա համար է լավ, եթե ցանկանում եք գովազդել ձեր ապրանքը, ապա հիանալի ժամանակ է։ Նա բիզնեսը նույնպես, հա, այստեղ կհանեք ավելի մարդկանց ցույց կտաք ինչ եք անում, ի վերջո, ոնց որ մարդիկ կտեսնեն ավելի բաց, ոնց որ հասարակությանը կներկայանաք, միգուցե ինչ-որ բրենդով, միգուցե ինչ-որ մի բան եք որոշել անել։ Համ աշխատանքն է կապված այդպես։ Կարող գնալ ընդունվել մի տեղ աշխատանքի, օրինակ կասիրը նույնպես հասարակական գործ է, որովհետև շփվում է օրական հազարավոր մարդկանց հետ։ Եվ այդպես կարող նմանատիպ ոչ գործ եք անում։
աշխատանքը շատ կլինի, դրա համար այստեղ ուշադիր եղեք նաև հաճախորդների հետ, հա, այդպես չվիճեք։ Գումարը այստեղ խաբեություն է, ոչ ոքին գումար մի տվեք, ոչ ոքից պարտքով գումար մի վերցրեք այս շաբաթ, որովհետև կարող է վեճի առարկա լինել այդ գումարը։ Նաև ինչ որ տեղերից մի պատվիրեք, որ ձեզ համար անծանոթ է դա, հա, ոչինչ մի արեք։ Եվ առողջության հետ կապված ինչ որ ուղի եք ընտրել, ինչ որ բան եք որոշել կամ կորոշեք այդ շաբաթ, որ ինչ որ մի բան եք ուզում անել, գնալ անալիզ հանձնել, գնալ սա անել, նա անել, դեռ ոնց է այդ որոշումը այսպես կկայացնեք, հա, ուղին դեռ կընտրեք։ Գուցե այդ շաբաթ չանեք, հաջորդ շաբաթ գնաք արդեն։ Դե թե պետք է ինչ որ մի բան վիրահատվեք, հա, վիրատություն լինի եւ այլն անալիզներ, ապա լավ կլինի Մերկուրին այնտեղ 5 օր մնաց թող անցնի, հետո նոր մի քանի օր հետո նոր գնացեք։ Որովհետև անալիզների պատասխանները ուղղակի սխալ կլինեն, հետո նորից եք էլի գնալու հանձնեք, միևնույնն է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 9-ից 15-ը։ Խոչընդոտներ են, չգիտեմ ինչու։ Խոչընդոտներ են եւ հստակ երևա թե որտեղ է այդ խոչընդոտները, պետք է ավելի հանգիստ լուծեք այդ խոչընդոտները։ Ճիշտ ելքը գտնեք լուծելու այդ խնդիրները։ Տեսնենք անձնական կյանքը։ Աշխատանքում անեք։ Ինձ թվում է մեր վարչապետի կանխատեսումն է ավելի շատ անձնական կյանքն ու աշխատանքը։ Այստեղ ուրեմն անձնական կյանքում նայեք օձեր կան, որոնք որ մտել են ձեր անձնական տարածք, գուցե ուզում են խառնեն ձեզ իրար, միգուցե հա ինչ որ մի բան է այստեղ, որը մի լսեք իրենց, դա իրենք կարող են ստեղծել ձեզ համար նաև հավելյալ խոչընդոտներ, բացի այստեղ որ աշխատանքից կամ ընդհանուր ֆոնն էլ ունենք խոչընդոտներ, կարող է լինել նաև հա այդպես անձնականում եւս խոչընդոտներ ստեղծեն։ Պետք է մի փոքր իմաստուն գտնվել եւ յուրաքանչյուր հարց ուրիշ կերպ լուծել, նաև չլսել օձերին, մի հատ վերանայել իրենց ասածը, նոր հետո այդ ամենը անել։ Եվ նաև այստեղ դա գայթակղություն է, որը ինչ-որ մեկին կարող եք տեսնել, գայթակղվել, որոշել խոսել հետը, շփվել հետը, նաև ինտիմ հարաբերություններ ունենալ հետը։ Եվ դա կարող է բերել խոչընդոտների դեպ, հա, եթե խոչընդոտը կա, կարող է լինել այդ մարդը օրինակ ամուսնացած կամ այդ կինը ամուսնացած կամ ինչ որ խնդիրների մեջ հայտնվեք, թեկուզ իրեն նայելով կամ առաջարկություն անելով։ Ուղղակի ընտանիքում հա պետք է թույլ չտաք այս շաբաթ ավելորդ մարդիկ մտնեն եւ իրենք թելադրեն ինչ անեք։ Աշխատանքում է խոչընդոտը, բուն խոչընդոտը ձեզ մոտ աշխատանքում է։ Կամ այդքան էլ լավ տեղ չի այդ աշխատանքը, կամ խնդիրներ կան աշխատանքի վայրում, կամ աշխատանք գտնելու մեջ է խնդիրը, չեք կարողանում աշխատանք գտնել։ Բիզնես եթե ունեք, ապա դա եւս խնդիրներ են այստեղ։ Պետք է կարողանաք նայեք, այստեղ հարթ ճանապարհը կա, ինչպես որ ասում են, եւ այս հարթ ճանապարհով պետք է դուք գնաք, հա, դուք բարձրանում եք վերևներով եւ դրա համար որոշում եք, որ խնդիրը արկա է եւ այն չի լինի լուծել։ Բայց կկարողանաք, եթե հանգստանաք, եթե հանգիստ մնաք, կկարողանաք յուրաքանչյուր հարց լուծել։ Եթե աշխատանքի վայրը խնդիր է, կարող եք փնտրել կողքից աշխատանք, հետո դուրս գալ, ոչ մի խնդիր չկա։ Միևնույնն է, հա, եթե աշխատանքը խնդիրը արդեն սկսվում է, այդ խնդիրը շատ դժվարությամբ է վերանում։ Այդ խնդրի լուծումը շատ դեպքերում միշտ լինում է աշխատանքից հեռացումը։ Եթե աշխատանքի վայրում է խնդիրը, թե ինչ-որ ապրանքներ չկա, ինչ-որ բաներ չկա, դա պետք է ոնց որ հանգիստ լինել եւ այնց ապրանքը կգա, կարողանաք հանգիստ անել։ Եվ այստեղ գումարի հետ կապված գումար կարող են ձեզ ուղարկել դրսից եւ կարող դա եւս լինի հա խոչընդոտ ստանալը, խոչընդոտ գումար ուղարկելը։
ինչ որ մեկին, սա կարող է լինել նաև ճակատագրական, որովհետեւ ինչ որ մի քայլ կարող եք շատ մեծ գնում կատարել։ Վերահաշվարկեք մի հատ ամեն ինչը, ձեր ծախսերը, ձեր հետո մնացող գումարը, որովհետև դեռ ամսվա կես ենք եւ խոչընդոտներ կա ընդհանուր, լավ ուսումնասիրեք, նոր հետո փորձեք այդտեղ մեծ գնումներ կատարել։ Գուցե նաև ժառանգություն այստեղ։ Եվ առողջության հետ կապված, եթե գնալու եք որևէ հասարակական վայր, ապա ուշադիր եղեք այնտեղ, ուղղակի չվարակվեք, եթե այնտեղ կողքերը փռշտում են, մի փոքր հեռու մնացեք, ուրիշ ոչինչ։ Միայն դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 9-ից 15-ը։ Ընդհանուր ֆոնը ինչ-որ մի բան է գնալու, ձեզ այն ինչ-որ մի բան է գնալու, նոր բանին, նոր ինչ-որ մի հետաքրքիր մի բան ձեր կյանք մտցնելու համար։ Տեղը դատարկելու է, որպեսզի դուք լցնեք կամ ինչ-որ մի բան լցվի այդտեղ։ Ոմանք աշխատանքն են այդպես կորցնում, ոմանք հարաբերությունները, ոմանք ինչ-որ մի եկամուտի աղբյուր, որտեղ դա ձեզ արդեն պետք չէր, հասկանում եք, պետք չէր։ Դուք այդ աշխատանքում ճմլված եք, ճլորված, ոտերների տակ էիք ընկած կամ իրենք էին այդպես վերաբերվում, կամ անձնական հարաբերությունում եւս էլի այդպես ինչ-որ մի վիճակ էր, որտեղ որ էլի դուք ձեզ ցածրացած էիք զգում։ Նույնն էլ իրերը տան, որը կարող եք անել թափել, որտեղ դա պետք չի ձեզ։ Յուրաքանչյուր բան, ինչը որ կգնա ձեր կյանքից, դա ձեզ պետք չի։ Սպասեք այստեղ նորին, նորը, որը ավելի լավը կլինի ձեզ համար։ Տեսնենք, անձնական կյանքը այստեղ կերևա, ինչն է գնում։ Միգուցե արդեն գնացել է եւ հիմա նոր պետք է մտնեք։ Այստեղ մի փոքր պետք է ուշադրություն դարձնել աշխատանքին, որովհետև օձեր կան եւ իրենք փորձում են խառնել ձեր աշխատանքի բնույթը, աշխատանքի այդ ամեն ինչը։ Ուրեմն անձնական հարաբերություններում այստեղ ոմանք կարող են ծանոթանալ լավ գումարով հարուստ անձնավորության հետ, լինի դա կին, լինի դա տղամարդ, տուն գումար կմտնի, կսկսեն նաև մնացած տան անդամները գումար աշխատել, նաև հակառակը, այստեղ գումար կծախսեք, կամ տան անդամների վրա, կամ տան վրա, կամ ձեր անձնական հաճույքների վրա, կամ ձեր երկրորդ կեսի վրա, այդպես գումար կարող եք ծախսել։ Գումարային խոսակցություն կարող է լինել տանը, ընտանիքի անդամներով, կամ այլ ինչպես եկամուտ, ստանալ, որտեղ այստեղ եք, ուղղություն կա, ուղղություն եք ընտրում, հնարավոր է նստում եք եւ որոշում եք բոլորով, որ այս սա կարելի է անել, արի տորտ թխենք, վաճառենք, արի ես կրեմը կանեմ, դու սա կանես, մինչև որ հետո լավ կլինի մի փոքր ցախ կբացենք, այդպես հայեր են ասված։ Նամար կարող է ինչ-որ բան եք քննարկում, ծախսերն եք քննարկում, թե ինչքան ծախսեք, ինչքան մնա։ Աշխատանքում հենց օձեր կան, նախանձմարդիկ, բամբասկոտներ, այնպես որ ուշադիր եղեք իրենցից, որովհետև իրենք կարող են քայքայել ձեր աշխատանքը եւ այնպես անեն, որ դուրս գաք։ Պետք է իմաստուն լինել, որպեսզի կարողանաք այնտեղ ամեն ինչ կառավարել, նաեւ իմաստուն լինեք, ձեր միգուցե նոր առաջադրանք են ձեզ տալիս, այդ առաջադրանքը ավելի լավ անելու համար, այդպես։ Գումարի հետ կապված արդեն իսկ ասացի, որ ընտրություն եք կատարելու, այստեղ ուղի եք ընտրելու, այսինքն ոնց որ ասացի, արի սա անենք, այսպես անենք, կամ վերջ ցուցակ ենք կազմում, նոր հետո գնանք խանութ, որովհետև ավելորդ շատ ենք գումար ծախսում, պետք է գումար հետ գցել ինչ որ մի բան անելու համար։ Ինչ որ ուղի է։ Միգուցե որոշել եք տուն գնել օրինակ այդ գումարով, միգուցե որոշել եք ինչ որ գումար փոխանցել միտեղ, կամ ինչ-որ մեկից գումար վերցնել, այդպես, ինչ որ ուղղություն է, որ այդ շաբաթ կընտրեք։ Իսկ առողջության հետ կապված ընդհանրապես սա, կամ տան անդամներն են, որ հիվանդ են, ում պետք է խնամեք։ Ուրիշ այստեղ ինչ որ հատուկ խնդիրներ չկան։ Ձեզ հետ կապված չկա, կարող է դուք եք, հիվանդ կարող է մեկ շաբաթ կամ տանն եք,
Կամ դրա համար այստեղ խոսակցություն կա գումարի հետ կապված, կամ ուղղակի ինչ որ կարող մեկ օր շաբաթվա ընթացքում պարկեք, բայց մնացածը կարող մեկը վարակվի, ոնց որ բոլոր ընտանիքի անդամներին այդպես հերթով վարակեն։ Նա ուշադիր եղեք։ Հիմա այնպեսի մի շրջան է այս պահը, որ մեկ ցուրտ է, մեկ տաք է։ Դրա համար մարդ չգիտի ինչ հագնի, ինչ անի։ Եվ շատ արագ հիվանդանում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 9-ից 15-ը։ Ինչ որ տղամարդ է, որը շատ կարևոր է ձեզ համար, միգուցե ձեր հայրն է, միգուցե տնօրենն է, ինչ-որ մեկն է, որ ինչ-որ բաներ է պատվիրելու ձեզանից, նաև ձեր տնօրենն է, իրար հետ այս շաբաթ ավելի շատ կշփվեք, հենց պատվիրատուն թեկուս, հա, իրար հետ ինչ-որ բաներ կորոշեք, անընդհատ ոնց որ իրար հետ կլինեք։ Կամ սա նաև նոր ծանոթություն է, հակառակ սեռի ներկայացուցիչ հետ կարող ծանոթանալ։ Տեսնենք անձնական կյանքը։ Ուրեմն, այստեղ անձնական կյանքում ինչ-որ մի բան է գնում, նորին տեղ բացելու համար, դա կարող է լինել ինչ-որ մեկի հեռացում։ Միգուցե ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը գնա հեռու, որոշի գնալ, արտագաղթել։ Միգուցե դե հակառակ սեռի ներկայացուցիչը կարող է դուք եք որոշում, որ ինքը պետք է գնա կամ ինչ-որ մի բան է, ձեր վեճը կարող է գնալ այստեղ, սովորությունները, որ իրար հետ ինչ-որ բաներ եք կամ դրանք կարող են գնալ։ Ինչ էլ որ լինի, նորին է տեղ բացում, նոր հնարավորություն է տալու սա ձեզ։ Միգուցե այս շաբաթ ուղղակի ինչ-որ ձեզ դատարկ եք զգում, միայնակ եք զգում, հենց կապված է այս տղամարդու հետ միգուցե։ Տղամարդիկ թող նայեն հակառակը, հա, աղջիկա հետ, դատարկությունը, կամ իրար հետ չեք շփվում, միգուցե իրար հետ, հա, ինչ-որ վիճել եք և հիմա քայլեր եք անում, ամեն ինչը կարգավորելու և կարող նաև խոսեք, հասկանաք իրար, որ վերջ այս պահերը գնում է մեր կյանքից, հանում ենք, որպեսզի հանգիստ ապրենք։ Աշխատանքի հետ կապված այստեղ ժամը շատ կարևոր է, կամ ժամեր կփոխեք, կամ հստակ ժամեր են, որ ֆիքսված պետք է գնաք աշխատանքի հետ գաք տուն, փոխվում է, կամ ժամանակ պետք է ավելի շատ վատնեք աշխատանքի վրա, կամ սա նաև ժամանակն է սկսել աշխատել, ժամանակն է աշխատանք փնտրել, նաև եթե բիզնես ունեք, բիզնեսով զբաղվեք, հա, ժամանակն է ավելի առույգ լինել և ավելի շատ գործ անել։ Ինչ-որ մի բան կարող են ձեզ պատվիրել և ժամկետով, հա, ըստ ժամկետի պետք է այսքան ժամանակ անեք։ Ֆիքսված, հա, ոնց որ ասեն ինձ 2 օրից պետք է և շտապեք անեք այս շաբաթվա ընթացքում։ Դե գումարը այստեղ հենց գումարել կգա, կամ գումարել կգնա, երկուսն էլ այստեղ կա, ինչպես որ ասում են, ինչքան արագ անեք, հա, կարող է այս ժամի, միգուցե, հա, այստեղ վճարում են ձեզ։ Այսքան ժամանակ եք աշխատում, այսքան կամ կարող է ինչ-որ միտեղ կարճ ժամանակով աշխատող պետք լինի, 1-2 օրով գնաք օրինակ աշխատեք ինչ-որ միտեղ։ Կամ ստիպված լինեք երկար մնալ աշխատանքի վայրում։ Եվ առողջության համար այստեղ պետք է հստակ ուշադրություն դարձնեք, որտեղ ինչ-որ մի բանը ձեզ բորբոքում է, միգուցե ներս եք գցում, միգուցե չեք գցում, և դա այդպես նյարդային համակարգն է խառնվում իրար, և ձեզ մոտ կարող է առաջանալ դեպրեսիվ վիճակ, ստրեսային վիճակ, այդ լարվածությունից հետո արդեն նոր կսկսեն մեկ այլ առողջական խնդիրները։ Դա համար պետք չի, ավելի հանգիստ եղեք։ Այստեղ կա, այստեղ ինչ-որ մի բան է ընտանիքում կատարվում և դա հենց արդեն վերում է միայն դրան։ Կամ սա լարված աշխատում եք, քիչ եք քնում, այստեղ եղվես ժամն է, քիչ եք քնում և դրանից կարող է նաև լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին մարտի 9-ից 15-ը։ Լավ պահեր, ուրախ տրամադրություն, բարձր տրամադրություն, այստեղ անակնկալներ, նվերներ, հետաքրքիր պահեր, ժամադրություններ, ինչ որ առիթներ ունեք, ծնունդներ ունեք, որոնք որ կգնաք ուրախանաք։ Տեսնենք անձնական կյանքը, ինչ որ մի բան է լինում, հա, ոնց որ սա ծաղկուն շրջան է, գարնան հետ միասին ինչ որ մի բան է ձեզ մոտ նաև ծաղկում, այս հենց ծաղիկի իմաստը դա է, որ ինչ որ մի բան է լցվում մարդու կյանքը, ինչ որ յուրահատուկ մի բան է լցվում։ Դե ես եմ այդպես տեսնում։ Ոյ, մեկ ուրիշը կարող ուրիշ բան տեսնի, այստեղ երկու քարտ դուրս եկավ։ Գնայինք երկուսը։ Այս նայեք ինքը ընդհանուր ֆոնը լավն է, բայց ինչ որ բաներ կան, որ այդքան էլ լավը չեն։ Ուրեմն անձնական հարաբերություններն բավականին էմոցիոնալ կլինեք։ Դա այստեղ եւս ցույց է տալիս ռոմանտիկ պահեր, ռոմանտիկ ժամադրություններ։ Այլ Լուսինը փոքրանալու է այդ ժամանակ։ Ռոմանտիկ պահերը մնացին խավարումների ժամանակ։ Եվ շատ երկրներ խավարումները չեն տեսել։ Անհնարին էր տեսնելը, անհնարին։ Ֆրանսիայում օրինակ չեն տեսել, ես չտեսա այդ ժամին իհարկե, որովհետև դե Լուսինը չկա, Լուսինը ներքևում է, ոնց կարող ես տեսնել դու։ Անգամ երկինքը ոչինչ չեղավ, ոչինչ, ոչ մթնած, ոչ մի բան։ Ուրեմն նաև ինչ որ գաղտնիք է բացահայտվում կամ ընտանեկան կամ զույգերի միջև, գուցե դες ինչ որ սիրո խոստովանություն են անում, դա է գաղտնիքը, որպես բացահայտում, նաև դա կարող է լինել ինչ որ մի բան, որ կամ ձեզ համար մի տեսակ մութ է, ձեզ համար դեռ պարզ չէ։ Աշխատանքի հետ կապված այստեղ խնդիրներ կան, խոչընդոտներ կան աշխատանքի վայրում, կամ աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, կամ այնտեղ կարող աշխատողների հետ է կապված, բայց որ պետք է այս քարտով ամենայն դեպս կկարողանաք ամեն ինչ կարգավորել, եթե ցանկանաք, միգուցե կատակով, միգուցե ժպիտով, եթե հա ինչ որ այնտեղ ներսում է աշխատողների հետ է կապված։ Իսկ եթե բուն ձեր հետ է կապված, այսինքն դուք չեք կարողանում աշխատել, որտեղ ինչ որ ապրանք չկա, ինչ որ բան չկա, դե ոնց որ պետք է դեռ սպասեք, հա, սպասեք եւ ապրանքը կգա, կուրախանաք եւ կկարողանաք ձեր գործերն անել։ Նայեք, գումարը ընկավ եւ հերվից գումար ուղարկել եւ դուք ուղարկել եւ այստեղ, եթե ցանկանում եք օրինակ գնալ օտար երկիր եւ ձեզ խոստացել են այդ ինչ որ գումարի դիմաց որ կանեն, մոռացեք, այստեղ խաբեություն է։ Իմ աչքի առաջ մեկին իմ ծանոթներից մեկին այդպես լավ խաբել էին։ Կին լինելով ինքը այնքան էր խմել, հարբել, որ մոռանար այդ բավականին մեծ շատ գումարի կորուստը, որ այդքան իրեն խաբել էին։ Եվ դուք նույնպես այստեղ պետք է շատ ուշադիր լինեք։ Շատ ուշադիր, որովհետև եթե ձեզ կխոստանան, որտեղ ինքը ընկավ, հա, երկուսը դուրս եկավ։ Ես մեկն էի հանում, ինքը երկուսը դուրս եկավ, ուրեմն բան ուներ ասելու։ Ինչ որ բաներ պատվիրելուց այստեղ օտար երկրից եւս պետք է ուշադիր լինեք։ Կամ մտածում եք, որ ձեր ցանկությունները իրականանում է, այս շատ գումար կարող եք վաստակել, այսա շատ լավ առաջարկ է, բայց չէ, հա, նման բան չկա։ Եթե դուք լինեք խորամանկ, այդ դեպքում հա կկարողանաք ինչ որ մեկից գումարներ վերցնել օտար երկրում, եթե բնակվում ա կամ ինչ որ ձեր ցանկությունը ի վերջո կատարեք, այդպես խորամանկորեն, որ ուզում եք այդքան շատ գումար ունենաք։ Դա նաև ձեզանից էլ է կախված։ Ուղղակի այստեղ աշխատանքը խոչընդոտներ կան, հա, ոնց որ մարդը պետք է աշխատի, որ կարողանա շատ գումարներ ունենա։ Կամ արդեն խաբեության գնով է գումարներ ունենում, ուրիշ ոչինչ։ Եվ առողջության հետ կապված այստեղ պետք է ուշադրություն դարձնեք հորմոններին, կանացի, տղամարդիկ տղամարդկանց հորմոններին, սեռական օրգաններին, վարակներին եւ այլն։ Այստեղ պետք է շատ ուշադրություն դարձնել ձեզ։ Զգուշացում ունեք այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք կշարքների։
Ինչ է սպասվում կշեռքներին մարտի 9-ից մինչև 15-ը։ Ընդհանուր ֆոնը սեր, շատ սեր, սիրո խոստովանություն, սիրահարվածություն, շատ սեր, 4 կողմից, ինչ-որ մարդիկ կարող են գալ, ում որ շատ եք սիրում, իրենց հանդիպեք, հարազատների մեջ լինեք։ Դե տեսնենք շարունակությունը, հա, տեսակ մենակ է սա։ Անձնական կյանքը։ Այո, նորմալ էր, հենց սեր էր ձեզ համար։ Հետո ոնց է անգամ, չգիտեմ, ումներ, բայց սեր չէր։ Այստեղ անձնական հարաբերությունում հիանալի է, հա, սերը հենց կա, ձեր ընտանիքի առջև նոր դռներ է բացվում, ովքեր որ ընտանիք ունեն, ոմանք կարող են ծանոթանալ երկրորդ կեսի հետ, սիրահարվեն, այդ հնարավորությունը լինի, բաց լինեք բոլորի առջև եւ կարողանաք հանգիստ ծանոթանալ դիմացինի հետ։ Նաեւ հաջողություն է սպասվում ընտանիքում, ընտանիքի անդամներից որը մեկին։ Նաեւ դե սա կարող է լինել ամուսնություն, օրինակ, հա, որ մարդը էլի նոր դուռ է բացում, նոր հնարավորություններ։ Մարդիկ կարող են լինել, ովքեր որ փակում են դուռ, փակում են եւ էլ չեն շփվում, հա, օրինակ, իրենց երկրորդ կեսի հետ։ Դա եւս է ինչ որ կարող խոսում եք, բացատրվում եւ փակում եք այդ թեման։ Փակում եք նաեւ հարաբերությունները, որտեղ բանալին ինչպես բացում է, այնպես է փակում է։ Եվ աշխատանքի հետ կապված կամ տանը աշխատանքի, այսինքն այնպիսի մի աշխատանք, որ տան անդամներն են անում նաև ձեզ հետ, կամ ձեր պապական գործ եք անում, հա, ինչ որ տոհմի հետ կապված, ոնց որ կարելի ասել, ոնց որ իրարից այդպես եկել է ժառանգական եւ հիմա դուք եք անում։ Նաև առողջության հետ կապված եք գործեր անում, վարսահարդարման հետ եք կապված գործեր անում, դա եւս հա հիանալի կլինի, եթե սկսեք անել։ Գուցե այնտեղ թելով մազահեռացում, կամ չգիտեմ, այնտեղ ասեղով մազահեռացում, ինչ-որ բաներ, որոնք որ կարող եք նաև անել տանը, կամ նաև գնալ ընդունվել նման տեղ եւ աշխատել։ Կամ ինչ-որ մի գործ կանեք, որը իրոք խառնված կլինեն տան բոլոր անդամները, անգամ ծնողները, ոնց որ բոլորով կզբաղվեք, ամեն մեկը ինչ-որ մի գործ կանի, ընտանեկան բիզնես, ինչ-որ։ Եթե ձեր բիզնեսը դանդաղ է աճում, նորմալ է, հա, դա նորմալ է, պետք է դանդաղ աճի, որովհետև ծառը այսպես թե այնպես ինքը դանդաղ է, ավելի շատ է ամրանում եւ հետո սկսում է բարձրանալ, դուք պետք է անգամ ուրախ լինեք, որ ամրապնդվում է այդ ձեր գործը։ Թեկուզ եթե ինչ-որ մեկի մոտ եք աշխատում, զգում եք անում եք, դες ոչ ոք չի գնահատում, միևնույնն է, պետք է հասկանալ, որ դանդաղ է գնալու ամեն ինչ։ Գումարի հետ կապված այստեղ կամ անցյալի պարտքերն են, կամ ձեզ են հիշեցնում, կամ դուք եք հիշեցնելու, կամ այնպեսի մի գործ կանեք, որը անցյալում եք արել եւ դա ձեզ եկամուտ էր բերել, հա, դա ձեզ օգուտ էր բերել, այդ նույն գործը հիմա էլ կանեք, որպեսզի եկամուտներ ունենաք։ Անցյալի այնտեղ կարող աշխատավարձը չէին տվել, ինչ որ չափով մի բան էր պակաս, այդպես իրենք կտան ձեզ, հա, գումարը կվերադարձնեն։ Իսկ առողջության հետ կապված այստեղ ոչինչ չեմ կարող ասել, հիանալի առողջություն է, ուժը տեղը, ամեն ինչը տեղը, ամուր, քարի պես, հա, այնպես որ նախ հիանալի շաբաթ էր ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 9-ից 15-ը։ Այս ինչ է սպասվում։ Այս ինչ էր։ Խաբեություն, խաբեբայություն։ Այստեղ այդքան էլ լավ պահեր չեն։ Ինչ որ մարդիկ են փորձելու ձեզ խաբեն, կամ դուք եք լինելու շատ խորամանկ։ Տեսնենք, որ ոլորտն է ցույց տալու դա։
Անձնական կյանքը, ուրեմն այստեղ անձնական կյանքում փոփոխություն, խաբեությունը երևի գումարի մեջ է, որտեղ այստեղ ասում եմ մանրակրկիտ մի լավ ուսումնասիրի գումարի այդ ամեն ինչը, դրա համար կարող է լինել խաբեությունը այդտեղ։ Գուցե խորամանկություն է այստեղ, նաև որ խորամանկ պետք է լինեք, ինչ-որ մեկի մոտենաք, շփվեք իր հետ, ծանոթություն հաստատեք։ Ուրեմն փոփոխություն անձնական հարաբերություններում, անձնական կյանքում, գլոբալ փոփոխություն դա կարող է լինել, տեղափոխություն, մեկ այլ երկրից երկիր, քաղաքից քաղաք, ինչ որ մարդու կյանքում փոփոխություն է մտնում, անձնական կյանքում։ Կարող է նաև եթե ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ եք, դա կարող է փոխվել, ինչ-որ միջավ։ Աշխատանքի հետ կապված սա պայմանագիր է, որ կարող է կնքել, կարող է ինչ-որ աշխատանքը հեռու է, եւ ստիպված եք լինել օրինակ գնալ ինչ-որ մի տեղ, ստիպված եք տեղափոխվել, որպեսզի այնտեղ աշխատեք, եթե բավականին երկար ժամանակով են տալիս ձեզ այդ աշխատանքային իրավունքը, աշխատանքի պայմանագիրը։ Նաև դա կարող է լինել փաստաթուղթ կամ ինչ-որ նամակ, եթե սպասում եք աշխատանքի վայրից, որ ձեզ կգրեն, կկանչեն աշխատանքի, ինչ-որ կարող է այդտեղից ինչ-որ մի բան եք ստանում, ոչ թե տեղեկատվություն եք ստանում։ Կամ ռեզյումեներ եք բաժանում, այստեղ կարող է նաև դա լինել, եթե դեռ չեք աշխատում, կարող է ռեզյումեներ եք բաժանում։ Եվ գումարի հետ կապված այստեղ պետք է մանրուքներին ուշադրություն դարձնել, հենց այնպես չի ընկել խաբեբան, անպայման պետք է ուշադրություն դարձնեք գումարներին, ֆինանսներին, եթե ձեզ հենց գումար վերցնեն պարտքով, ապա այդքան էլ խորտ չի տա, որ ուղղակի հենց այնպես տայք պարտքով գումար, նաև պետք է այստեղ շատ ուշադիր լինեք, շատ լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, ինչ օրինակ եթե ինչ-որ բան եք պատվիրում, որտեղից եք պատվիրում, ինչ եք պատվիրում, ինչպես եք վճարելու, քարտի տվյալները արդյոք մնալու են այդ էջում, թե չեն մնալու, եւ այլն, լիքը մանրուքներ կան այստեղ։ Եթե ձեզ գումարել են տալիս, ապա եւս լավ հաշվեք, մանր, այդպես ամեն ինչը հաշվեք, բաց մի թողեք ոչինչ։ Եվ ճանապարհի հետ կապված, այստեղ առողջության հետ կապված, ոչ թե ճանապարհի հետ կապված, այստեղ կարող եք գնալ ճանապարհ։ Գնալ ինչ-որ մի տեղ հատուկ բուժզնման համար, վիրահատության համար կամ որպեսզի այնտեղ ինչ-որ հեռու է, այդ ոչ թե ձեր տան մոտ էլ հեռու պետք է գնաք, որպեսզի մարդիկ կարող են լինել, որ իրոք գնում են մեկ այլ երկիր, ոչ թե բուժման նպատակով։ Եվ ուշադիր եղեք ճանապարհներին, հատկապես եթե մեքենա եք վարում, ուղղակի շատ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ինչ-որ բաներ էլ չունեմ ասելու, այսքանը։ Ուշադիր եղեք ուղղակի այս խաբեբայից։ Միգուցե իրոք դուք պետք է լինեք խորամանկ այստեղ, ոչ թե ինչ-որ մեկը։ Խորամանկ, որպեսզի կարողանաք այստեղ երկու եկամտի աղբյուր ունենալ նաև։ Այսքանը ձեզ համար։ Այ հիմա ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 9-ից մինչև 15-ը։ Ուրախ պահեր, բարձր տրամադրություն, հնարավոր է առիթ է, ծնունդ է, նվերներ, անակնկալներ, ժամադրություն ոմանց համար, ինչ-որ մի բան կարող է ծաղկել ձեր կյանքում, զարգանալ։ Տեսնենք անձնական կյանքը։
Այստեղ անձնական կյանքում ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ որ բան եք ընտրելու, որոշելու, գուցե ընտանիքով, միգուցե դուք եւ հակառակ սեռի ներկայացուցիչ, ինչ որ կարող է ինչ որ մի բան է, որը մտածում եք օրինակ դուրս գաք հետը, շփվեք հետը, թե ոչ թե մյուսն ավելի լավն է, իրեն ավելի լավ է հնարավորություն տամ, քան այս մյուսին, այն նման ինչ որ բաներ կարող են, կամ իրար հետ ինչ որ բաներ եք քննարկում, որոշում եք։ Նաև սա երկու մարդ տարբեր ճանապարհներ է, գնում այդպես, դե համար ուշադիր եղեք, որպեսզի ձեր ճանապարհները չգնան տարբեր ուղղություններով։ Աշխատանքի հետ կապված այստեղ բավականին շատ շփում կունենաք։ Միգուցե նաև աշխատանքը խոսալու հետ է կապված, ինչպես որ օրինակ հիմա իմն է։ Նաև աշխատանքի վայրում հնարավոր լեզվակռիվ, հնարավոր է բամբասանք, այդպես խոսում են ձեր հետևից։ Կամ ինչ-որ մարդկանց հետ շփվում եք, վերցնում տանում են ուրիշներին են պատմում։ Դա համար քիչ շփվեք այս շաբաթ։ Այդքան մի տոն տվեք իրենց։ Գումարի հետ կապված սա կամ ծախս է հիվանդանոց կամ ծախս է բժշկական, որևիցե մեկ այլ կենտրոն, նաև պետական հիմնարկություն, նաև ուսումնական հաստատություն, կարող եք ծախսեր անել, նաև սա ռեստորան է, որ եւս այնտեղ կարող եք ծախսեր անել։ Կամ այնտեղից գումար գա, օրինակ առիթ ունեք այստեղ, եւ ռեստորան է, այնտեղից կարող է գումար գալ նաև ձեզ։ Եվ իհարկե, այստեղ կարող է աշխատավարձն են տալիս ձեզ, կարող է բարձրացնում են ձեր աշխատավարձը, գուցե աշխատանքն է շատացել, աշխատավարձը նույնպես բարձրացել է, իր հետ միասին, այդպես, կարող է լինել։ Իսկ առողջության հետ կապված սա կարող է գնալ ոչ մի տեղ, բուժման նպատակով, հեռու ոչ մի քաղաք, ոչ մի տեղ, որտեղ որ կարող եք բուժզննում անցնել կամ բուժվել։ Նաև ուշադիր եղեք, եթե մեքենա եք վարում, անպայման շատ ուշադիր եղեք։ Սա զգուշացում է։ Այսքանը, կարծես թե այստեղ ինչ-որ մի բան ուրախությունը ի վերջո երևի թե կամ գումարը բարձրանում է, կամ իրոք ոչ առիթ ունեք, ինչ-որ մի բան է, որը որ ձեզ շատ կուրախացներ։ Դա էր ընկել ընդամենը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում, շաբաթ եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 9-ից մինչև 15-ը։ Ընդհանուր ֆոնը սա կտրում-կցում հիմքից։ Դա ամեն ինչ կարող է լինել։ Վիրահատություն, ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չկտրտեք, ինչ որ գործեր անելուց, նաև դա կարող է լինել սուր գործիքներով ինչ որ գործեր, որոնք որ այս շաբաթ գուցե անընդհատ գնական եք, մեկ աչքում եք, չգիտեմ որտեղ, ինչ որտեղ կարող եք գնալ անել։ Նաև դա հիմքից ինչ որ մի բան փոխել է։ Հիմքից փոխում եք բիզնեսը, հիմքից փոխում եք աշխատանք, օրինակ զբաղվում եք ուրիշ աշխատանքով, հիմա բացարձակապես ամբողջությամբ ուրիշ աշխատանքով եք զբաղվում։ Սա նաև երկրորդ կեսին հեռացում է։ Դա ոնց որ մարդուն են նաև իրենց կյանքից հեռացնում, կտրում ու գցում հիմքից սա եւ անվերադարձ։ Եվ ասեմ, որ սա այս քարտը սովորաբար անում են անգիտակցված եւ հետո արդեն փոշմանում են ուշ է լինում։ Ընդհանրապես այդպես է։ Ահա։ Տեսնենք անձնական կյանքը։ Նեք։ Նաև դա կարող է լինել օրինակ գումարի եկամուտի աղբյուրն եք, մի եկամուտի աղբյուր օրինակ հանում եք ձեր կյանքից։ Դա ձեզ ոչինչ չի բերում, ոչ մի եկամուտ չկա, միայն անունն է եկամուտի աղբյուր երկրորդ։ Ինքը ոչինչ ձեզ չի տալիս։ Եվ դա կարող եք հիմքից հանել, ասել, չէ, ինչով եմ զբաղվում եւ ինչով եմ իմ էներգիան օգտագործում, անիմաստ զբաղվում եմ դրանով։ Անձնական կյանքում այստեղ մանրուքների հետևից եք ընկել։ Միգուցե դա է։ Դա է այստեղ նաև այդ կամ վեճերի կամ ինչ որ պահերի պատճառը։
Ուշադիր եղեք, պետք չէ այդքան խորանալ մանրուքների մեջ հարաբերություններում, որովհետև ինչքան խորանում եք, այնքան խորանալու տեղ կա եւ ինչքան եւ սկսում եք, դա ավարտ չունի արդեն։ Եվ միշտ խնդիրներ է բերում դա ձեզ եւ միշտ բաժանում է բերում։ Դեռ այնպեսի մարդ չի եղել, որ սկսի խորանալ մանրուքների մեջ եւ երկար տարիներ իրար հետ ապրեն։ Դա բացառվում է, որովհետև դիմացինը հոգնում է անդադ այդ բզբզոցից։ Եվ այստեղ կարող են ոմանք ունենալ երկու երկրպագու, բայց մեկին պետք է ընդամենը ընտրեք, մյուսին ոչ։ Ընտրություն պետք է անեք, դա ուրիշ ընտրություն է, ոնց որ մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո իրեն կարող եք անել ձեր կյանքից, որտեղ այդքան էլ օրինակ ինքը լավը չէ։ Եվ այստեղ նաև աշխատանքի հետ կապված կարող են ձեզ ուղարկել սովորելու, պետք է սովորեք օրինակ։ Նաև դա կարող է լինել ինչ-որ գաղտնիք է բացահայտվում աշխատանքի վայրից կամ աշխատակիցներից որևէ մեկից։ Ինչ-որ մի բան են կարող ձեր հետևում փորձում անել եւ դուք իմանում եք դա։ Եվ փոխում եք եւս այստեղ կարող է լինել աշխատանքի պահը փոխել, ինչ-որ կամ ռազմավարությունը, ձևը աշխատանքի, ոնց եք դուք անում այդ աշխատանքը, բիզնեսը ոնց եք անում, ինչ ձև եք մատուցում մարդկանց, հիմա այդ ամենը կարող եք փոխել նաեւ։ Գումարը սա հեշտ գումար աշխատելու հնարավորություն է։ Հեշտ։ Այսինքն ինչ որ մի ձևով ոնց որ ապրանք արեցիք, գցեցիք, վայ, գումարն եկավ։ Կամ աշխատանքը ձեզ մոտ, մի տեսակ ավելի հեշտ կլինի, կզգաք, որ վայ, ինչ արագ է ստացվում, ինչ որ մի բանը, ոնց որ աշխատած չլինեմ այսօր, բայց գումար վաստակեցի, այդպես, ինչ որ հեշտանում է նաև հաճախորդների հետ կապը, ամեն ինչ հեշտանում է այստեղ։ Եթե ինչ որ մեկ է ուզում եք պայմանագիր կնքեիք ֆինանսապես, դա եւս հեշտանում է, ոնց որ թեթև կարող եք ամեն ինչ անել։ Ինչ որ մեկը կարող է միջնորդ լինել եւ գնաք օրինակ վարկ վերցնեք, ավելի հեշտ, պարտքով գումար վերցնեք ավելի հեշտ, բայց այդքան էլ խորհուրդ չեմ տա, պարտքը ամենազզվելի բանն է։ Կամ հետ վերադարձնեն, շատ հեշտ է, ուզեք ասեք գումարը հետ կվերադարձնես, ասի հա, ու տա, այդպես։ Առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք ոտքերին, երակներին, ձեռքերին, գուցե շատ եք կանգնում, ցավում է հետո։ Եվ արյան շրջանառությանը եւս ուշադրություն դարձրեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 9-ից մինչև 15-ը։ Ուй, խաբեբաներ, խաբեություն։ Նաև խորամանկություն, միգուցե դուք պետք է լինեք ավելի շատ խորամանկ այս ժամանակ ինչ-որ բաներ անելու համար։ Տեսնենք որտեղ դուրս կգա սա։ Անձնական կյանքը։ Կարող երեխաներն են խորամանկություն անում, կարող այստեղ խորամանկություն է, ծանոթություն է։ Այստեղ կարող եք խորամանկություն անել, գնալ, դուք գնաք գործուղման, ոչ թե ուրիշը։ Այստեղ շատ սեր, ընտանիքում սեր, անձնական կյանքում սեր, սիրահարվածություն, սիրոխոստովանություն եւ հենց դա է կամ ձեզ են այդպես խորամանկորեն սիրոխոստովանություն անում կամ դուք խորամանկորեն մոտենում եք դիմացինին, այդպես սիրոխոստովանություն եք անում։ Դե շատ սեր ընտանիքում ամենուր եք սիրված կլինեք, հա, եւ ձեր զույգի կողմից եւ ընտանիքի անդամների։ Նաեւ այստեղ աշխատանքի հետ կապված պետք է օրինակ կարող եք գնալ ճամփորդության, հա, կամ գնաք ճամփորդության չէ, գործուղման, մի խոսքով։ Այս քարտը որ լինում է արդեն ճամփորդությունն է ինքստինք են գալիս։ Դա կարող եք գնալ գործուղման, կարող է այնպեսի աշխատանք գտնեք, որը կապված կլինի ճանապարհների հետ, միգուցե առաքում եք որոշում անել, ձեր գործերին գումարում եք նաև առաքում, մեքենաների առք ու վաճառքով կարող եք զբաղվել,
մեքենա գնեք հատուկ այդ նպատակով, որ ինչ-որ բաներ տանեք, այստեղ բերեք։ Մի աշխատանքը շատ շարժուն կլինի այս շաբաթ։ Անընդհատ այսօր այնտեղ պետք է գնաք թեկուզ տաքսիներով, բայց ինչ-որ այստեղ պետք է գնաք, սա անեք այնտեղ, դրա համար պետք է խորամանկություն նաև ցույց տալ, որպեսզի կարողանաք ինչ-որ մի բաների հասնել։ Գումարի հետ կապված այստեղ այ մի փոքր խորամանկություն, խաբեբայություն այստեղ կարող է լինել, օրինակ օտար երկիր մեկնելու համար կարող է ձեզ որոշան ինչ-որ մարդիկ օգնել կամ առաջարկեն, դուք համաձայնվեք, բայց խաբեբայություն այդտեղ լինի։ Շատ ուշադիր պետք է լինել, գումարի հետ կապված, որ չտաք։ Կամ ինչ-որ բաներ եք պատվիրում, տեսնեք որտեղից եք պատվիրում, ումից եք պատվիրում, նոր հետո։ Նաև այստեղ գումար կարող է գալ օտար երկրից դրսից կամ նաև դուք կարող եք ուղարկել օտար երկիր։ Ինչ-որ մի կարևոր մի բան կարող եք գնել ձեզ համար, մեծ իր, այդպես, կամ մեծ իր վաճառեք, ժառանգություն ստանաք, գումար։ Կամ մեծ իր է սա, միգուցե մեքենա եք այստեղ գնում։ Եվ առողջության համար այստեղ շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, այստեղ հենց դա է գրվում, ասվում, որ ժամանակն է զբաղվել ձեր առողջությամբ, ժամանակն է խնամել ձեզ, ժամանակն է զբաղվել սպորտով, առողջ ապրելակերպ վարել, այդպես։ Ճիշտ ժամանակն է, ինչ-որ մի բան անելու համար։ Վերջո առողջությունն է ամենակարևորը, հետո նոր մնացածը, մորտ առողջություն չունեցավ, ում ապետ։ Նոմա ժամանակ հատկացրեք հենց ձեր առողջությանը։ Գնացեք, բուժվեք, գնացեք, քայլեք, եթե չեք ուզում գնաք սպորտզալեր, գնացեք քայլեք, ամենահեշտ բանն է դա։ Ոչ թե դանդաղ եկեք, այլ քայլեք։ Հատուկ այդ կոշիկներից հագեք եւ գնացեք քայլեք։ Երաժշտություն լսեք, քայլեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 9-ից մինչև 15-ը։ Ճանապարհներին եք լինելու շատ։ Կամ կարող եք երկար ճանապարհ գնալ։ Տեղափոխություն, քաղաքից քաղաք, տանից տուն։ Գործերը առաջ կմաղեք, այն գործերը, որոնք որ մնացել էին, այդ գործերը առաջ կմաղեք ի վերջո։ Տեսնենք, անձնական կյանքը ձկների։ Հիանալի շաբաթ է, հիանալի, այստեղ ուրեմն անձնական հարաբերություններում տիրում է ընկերական մթնոլորտ, որը շատ հիանալի է, հավատարմություն նաև, ընկերական մթնոլորտ, մեկը մյուսի հետ շատ լավ կլինի, մեկը մյուսի հետ այդպես ընկերական, ինչ-որ կխնդրեք կանեն, իրենք կխնդրեն դուք կանեք, այդպես։ Նաև սա վերաբերվում է ընկերոջը։ Ձեր ընկերը կարող է օրինակ ձեզ սեր խոստով անել, իմանաք, որ այսքան ժամանակ ձեզ է սիրահարված եղել եւ լռել է։ Ընկերներով, ընտանիքներով կարող եք նաեւ մտերմություն անել, շփվել, այսպես մեկը մյուսի հետ։ Ընտանիքներով որոշեք շփվել։ Միգուցե այս մեկ շաբաթը գայսը ձեր ընկերը մնում է ձեր տանը կամ դուք եք գնում իրենց տանը։ Իսկ աշխատանքում սա կարող է լինել նաև որևիցե պայմանագիր, որ կկնքեք աշխատանքի համար եւ կարող գնում եք գործուղման այստեղ կամ այդպես ճանապարհներին է աշխատանքը։ Ոմանք նաև կարող են այստեղ ինչ-որ աշխատանքներ անել, որը որ մշտապես պետք է անեք, կամ մեկ շաբաթ ինչ-որ մի բան եք անում, ամեն օր նույն բանը։ Հոգնեցնող է, բայց կարող եք ամեն օր նույն բանն անել, նույն գործողությունը, նույն գործունեությունը։ Ու այդպես ինչ-որ պատվեր ունեք եւ պետք է անեք։
Սա նաև ինչ-որ մի ցիկլային աշխատանք է, այսինքն կարող են ձեզ ասել 1 ամիս արի արա, կամ 1 շաբաթ է մեզ պետք աշխատող, գնում եք այդպես 1 շաբաթ աշխատում եք։ Ուրիշ բան չունեմ դրանով ասելու։ Եվ գումարի հետ կապված կարող եք որից է փաստաթուղթ ստանալ, որի մեջ նշված է ինչ-որ մի հստակ գումար, նաև կարող եք դուք ուղարկել ինչ-որ միտեղ, ինչ-որ նշեք թվեր, որ այս թվերը պետք է վճարեն ձեզ, կամ նաև դա վճարման այդ կտրոնն է, որը կտակ, կվերցնեք։ Ուշադիր եղեք, ովքեր մեքենա են վարում, այստեղ սա էլ կա, հա, մեքենայի ինքը, որպեսզի շտրաֆներ չկան, հա, այդպես գա ձեր տուն, հա, այդ նամակները։ Տեղեկատվություն կարող եք ստանալ ինչ-որ գումարի մասին, որ ինչքան պետք է տան, կվճարեն արդյոք, թե ոչ, հա, նմանատիպ, եթե վարկեք ուզում ձևակերպեք ինչ-որ բաներ, դրանց պատասխանները եւս ձեզ կտան։ Կարող եք նաև ցուցակ կազմել։ Սա պետք է գնեմ, նա պետք է գնեմ, կամ օրինակ, հա, հաշվում եք ձեր ընդհանուր ծախսերը եւ հասկանում եք, որ ինչ-որ բաներ պետք է հանեք ձեր ծախսերից։ Գուցե այստեղ միշտ նույն գործն եք անում եւ դա ձեզ այդքան էլ շատ եկամուտ չի բերում, դեմա ոնց որ պետք է հաշվարկեք մի հատ։ Օրինակ, թե ինչքան ծախս եք անում, այստեղ միգուցե մեքենա եք գնել եւ ինչքան ծախս եք անում ամեն տեղ։ Եթե ուզում եք օրինակ բիզնես սկսել, սա նաև եւս բիզնես ընկերություն է։ Եթե ուզում եք բիզնես սկսել, ապա եւս ինչ-որ հաշվարկներ կարող եք անել, հա, որ սա եք ուզում անել կամ նա, հա, ինչ ծախսեր պետք է անեք ընդհանուր։ Եվ առողջության հետ կապված, այստեղ պետք է, եթե ինչ-որ մանրուքներ են, անպայման ուշադրություն դարձրեք, որովհետև կարող ինչ-որ մի բանի տեղ չեք դնում, ասում եք, հա դե լավ, դե փոքր-մոքր բան է, բայց հա հետո ինքը իրեն ցույց տա։ Դե համար լավ կլինի, որ յուրաքանչյուր բան, ինչը որ ձեզ մոտ կառաջանա, փոքր ինչ-որ մի բան, եւս ուշադրություն դարձրեք։ Նաև այստեղ կարող անալիզ եք հանձնում, բայց այս ժամանակահատվածում այդքան էլ չի կարելի, որովհետև Մերկուրին է հետադարձ եւ անալիզի պատասխանները կարող են նաև սխալ գալ։ Դրա համար եւս դա պետք չի անեք։ Երևի այսքանը, ինչ որ հատուկ բաներ չունեմ ասելու, այստեղ իրոք գործերը առաջ կմղեք այս շաբաթ, այն գործերը, որոնք որ մնացել էին, կողոնակ հանգիստ անել։ Ինչ որ հատուկ խնդիրներ ես չեմ տեսնում, հիանալի շաբաթ է ձեզ համար։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ հաճելի շաբաթ։ Լավ եղեք։